Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Վարդապետյան, երեք կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ ներքին գործերի նախարարին ուղեցի հարցը, խոսքը վերաբերում է բավականին խնդրահարույց մի երևույթի եւ դրա այսպես աճի մտահոգիչ տեմպերի։ Մասնավորապես քաղաքացիների սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգությունների։ Վիճակագրությունը ակնհայտ է, ձեր ձեռքի տակ էլ կա եւ ըստ էության դուք ձեր ելույթում չանդրադարձաք այս ոլորտին, ձեր հայեցողությամբ, բայց խնդիրը առկա է եւ ունի ոչ միայն իրավական, նաեւ սոցիալական հետևանքներ եւ լայն տարածում։ Տեսեք, կոնկրետ բնակարանային գողություններ, կոնկրետ մարդկանց ավտոմեքենաներից ընթացքային մասերի եւ այլ այսպես գողություններ, հանրային տրանսպորտում եւ այլ մարդաշատ վայրերում գրպանահատություն եւ այլն։ Հարցը պարզ էր, որ ներքին գործերի նախարարությունը, անձինս ոստիկանությունը, եթե այսպիսի միտում կա, առնվազն պետք է վերլուծություններ իրականացնի պատճառահետևանքային կապերը բացահայտելու վերաբերյալ։ Պատասխանից պարզ դարձավ, որ դե ինչ որ բաներ են կանում, իբրև թե ես լավ չեմ հասկանում, եւ իրենք ամեն ինչ գիտեն, նորմալ անում են, այդ ընթացիկ պատասխանն է, բայց դրանից բան չփոխվեց, ես երեք բազմաթիվ նաեւ ահազանգեր նորից եմ ստացել, ինչ է ստացվում, տեսեք, նաեւ ձեր գործառույթից բխող։ Ես գիտեմ բազմաթիվ դեպքեր, երբ որ մարդը չի դիմում իրավապահ մարմիններին, հետեւյալ երկու պատճառով, չի վստահում, որովհետեւ հարևանի ավտոն թալանել են, ամիսներ շարունակ կամ հարևանի գրպանից գողացել են կամ բնակարանը թալանել են, մի տևական շրջան, ամբողջ հանրությունը հարևանները գիտեն, որ ոչ մի բացահայտում էլ չի եղել եւ այսպես շարունակ նաեւ վարքագիծը իրավապահ մարմինների վստահություն չի ներշնչում։ Եվ երկրորդը, որ ավելի կարեւոր է եւ նոր բան չի, շատ խնդրահարույց է, բայց հիմա այս վիճակագրությանը զուգահեռ աճում է, որ ոստիկանությունն է ուղղակի օրդորում, ուղղակի կամ անուղղակի կերպով, որ հայտարարություն մի տվեք, որտեղ այդ այսպես ասենք ժողովրդի լեզվով ասած մնում է իրանց վզին եւ սա բերում է պարարթող այդ հանցագործությունների էլ ավելի բարձր աճի համար։ Շնորհակալություն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների վիճակագրության մասով վստահ եմ հաղորդման մեջ թվերը տեսել եք, դրանք չեմ բարձրաձայնի, այնտեղ նվազում կամ որոշակի տեսակի սեփականության դեմ ուղղված հանցագործությունների, բայց ես թվերի վրա չեմ հենվում։ Ձեր բարձրացած խնդիրը իմ աչքից չի վրիպել եւ սեփականության ոլորտը երևի իմ ամենօրյա աշխատանքի, փաստաթղթային աշխատանքի առիթի բաժինն է կազմում։ Մարդիկ իսկապես վստահելու խնդիր ունեն, ես դες այդ համաձայն եմ, բայց այդ վստահությունը ձեռք բերելու համար բառերը բավարար չեն։ Ինչ ենք մենք անում, որպեսզի նմանատիպ իրավիճակներում այդ վստահությունը վերագտնենք։ Կոնկրետ դատախազության հսկողական գործառույթի շրջանակներում անկախ ծանրության աստիճանից սեփականության ոլորտում հատկապես կատարված հանցագործությունների բոլոր գործերը գտնվում են դատախազության ուշադրության ու հսկողության ներքո։ Եթե դուք առիթ լինի ձեր ընտրողների հետ զրուցեք ու եթե լինեն մարդիկ, ովքեր զոհ են դարձել հանցագործությանը ու երբևէ դիմել են դատախազություն, կտեսնեն, որ շատ հաճախ մենք այդ մարդկանց հրավիրում ենք, լրացուցիչ լսում ենք եւ եթե գործի քննության ժամկետների ձգձգումների հետ կապված որևէ խնդիրներ կան, միջդատական վարույթ իրականացնող մարմնին հանձնարարությունները տալիս ենք։ Սա մի օրում լուծվող հարց չի։ Եթե դուք պատկերացնում եք, որ ես հիմա պետք է այստեղ ասեմ, որ այս սա վատ է աշխատումն է, լավ է աշխատում ու սրանով համարեմ, որ ինձ տված հարցը սպառել եմ, դա անազնիվ է իմ կողմից։ Մենք խնդիրը տեսել ենք, խնդրի նկատմամբ մեր կարողությունների շրջանակում ուշադիր ենք եւ բազմաթիվ իրավիճակներում, երբ որ վարույթը ձգձգվում է կամ անձինք, ովքեր բնակարանային գողության զոհ են ու չեն հարցաքննվել։ Ունենք նման դիմումներ էլ ունենք, որ մարդն ասում է 4 ամիս է, նույնիսկ ինձ չեն կանչել հարցաքննության, անմիջապես դատախազական հսկողության մեխանիզմը կիրառվում։ Սա համատեղ ուժերով հաղթահարվելիք խնդիր է եւ միայն ակնկալել, որ ինչ-որ մի կոնկրետ ստորաբաժանում պիտի դրանով զբաղվի, խնդիրը չի լուծելու, այդ իրար վրա ենք գցելու այդ խնդիրը։ Դրա համար մեր ձևաչափը հետեւյալն է։
հսկողություն ադրվում յուրաքանչյուր դիմումի վրա, որը քաղաքացին մուտքանի դատախազություն եւ դատախազության գործառույթների շրջանակներում հետեւողականորեն հսկողություն է իրականացվում, որպեսզի ճշմարտությունը վերհանվի։ Շատ հաճախ լինում են իրավիճակներ, երբ որ անձինք անլուծելի փակուղային իրավիճակներում են հայտնվում, օրինակ կորցրել են իրենց որոշակի քանակի գույքը եւ որևէ կերպ հնարավոր չի լինում դա ապացուցել։ Այդ անձինք են բողոքում, բայց այդ անձանց ուղղակի արդեն մենք ստիպված ենք պատշաճ բացատրել, որ հնարավոր չի իրավական ռեսուրսները սպառվել են։ Կներեք, ինձ շատ ընդհանրական ստացվեց ձեր հարցի պատասխանը, բայց դա մի հատ կոնկրետ դեղատոմս չունի։ Չեմ կարող ասել, եկեք այս մարմինը ստեղծենք ու բնակարանային գողությունները կբացահայտվեն։ Բայց կանխարգելման մեխանիզմը ես տեսնում եմ դատախազական հետևողական հսկողության մեջ, որը ամբողջ դատախազությունը գիտի, հատկապես կառուցվածքային ստորաբաժանումներում անմիջականորեն բնակչության հետ շփվող դատախազները, որ յուրաքանչյուր նման դիմում հսկողության առարկա է։ Արձագանք։ Դատախազ ամեն գործառույթի մեջ բնականաբար պետք է լինի պարզ տրամաբանություն եւ նաեւ ընկալելի հանրության կողմից, որpիսի նաեւ դուք ձեռք բերեք դրա համար վստահություն։ Հիմա ասում եք կոնկրետացնեմ, ասենք ավտոբուսը, որից օրինակ ես էլ շատ հաճախ օգտվում եմ, հանրային տրանսպորտը, ունի տեսահսկման համակարգեր, այս նոր ավտոբուսները։ Հիմա այդ տեսահսկման համակարգը ֆիքսում է կոնկրետ այդ արարքը, եւ դա ես ոչ թե վերացական բան եմ ասում, կոնկրետ նաեւ այսպես աղերս ունենալով այդ դեպքի հետ։ Հիմա մի տևական ժամանակ է ֆիքսած այդ ամեն ինչը կա եւ փորձառու նաեւ իրավապահ համակարգը, չենք հասկանում թե ուր գնաց, ուր քնեց, ուր մնաց։ Հիմա մարդը նաեւ օրինակ մեքենայից գողություն են արել, տեսա ձայնագրված է, այս կային կա, նորից ամիսներ շարունակ։ Սրանք բազմաթիվ են եւ տրամաբանությունը գիտեք որն է, այսինքն ոչ թե ես ասում եմ մարմիններ ստեղծեք կամ մարմիններ փոխեք, այլ պարզ բան եմ ասում, եթե այս ձևի գողությունները շատանում են, օրինակ, եւ դրանց միտումը ահագնանում է, հետեւաբար կառուցվածքային փոփոխությունները հակառակը չպետք է լինեն, ավելի մեծ ներուժ պետք է դրվի դրա բացահայտման համար։ Այսինքն բարեկային ոստիկանը, որը ջիպով պտտվում է քաղաքում, չի կարա մտնի ավտոբուսի մեջ բացահայտի կանխարգելի գրպանահատությունը կամ շուկաներում եւ այլ։ Սա է խնդիրը, որը որ պետք է դուք առերեսվեք այդ խնդրի հետ, նաեւ համակարգային վերահսկողության շրջափողը։ Խնդրեմ տիկին Շնորհակալություն։ Բարեկային ոստիկանության մասին նշեցիք, համայնքային ոստիկանությունը մոռացաք, քրեական ոստիկանությունն էլ հետը։ Բոլոր բարեփոխումները, որոնք վստահ եմ ներքին գործերի նախարարը ներկայացվել է, անցյալ տարվա վերջից սկսել են կիրառվել։ Եվ այդ գործիքակազմը մեր կողմից էլ է կիրառվում։ Ձեր նշած տեսախցիկները ուշ վերցնելու դեպքերը բոլորը արձանագրվում են եւ ուղարկվում են քննչական կոմիտե, եթե այստեղ կա քննիչի անփութություն։ Հետևանք են առաջացնում դատախազի համար, եթե կա դատախազի անփութություն։ Եթե դուք խոսում եք գործիքակազմի մասին, ձեր հարցը մի քանի ուղղություն ուներ։ Գործիքակազմը ոստիկանության բարեփոխումների շրջանակում ներկայացված է ու դա միայն պարեկները չեն։ Յուրաքանչյուր դեպքում ունենք համայնքային ոստիկանության լիազորությունների շրջանակ, ունենք քրեական ոստիկանության լիազորությունների շրջանակ եւ այս առումով աշխատանքն իրականացվում է։ Խնդիրը հետեւողական աշխատանքի մասին է, որտեղ ես նշեցի, որ մենք էլ ենք խնդիր տեսնում եւ այդ խնդիրը յուրաքանչյուր դեպքում հասցեագրում ենք, աչք չենք փակում։ Իսկ որոշ ժամանակ հետո, երբ որ մեզ համար ավելի ամբողջական կլինի, թե համակարգային խնդիրները որտեղ են, ինչի հիմա չէ, որովհետեւ նոր են ստեղծվել այս ստորաբաժանումները, բնականաբար մեր կողմից առաջարկ կներկայացվի։